Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է ԶՍՏ Ռիտա Մնացականյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո։ Օրվա իրադարձությունները նախամարոտ։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ պատվիրակություն կմեկնի Բահրեյն, իսկ նոյեմբերի 2-ին Բրյուսել, մասնակցելու խաղաղության խաչմերուկ նախագծին նվիրված համաժողովին։ Փարիզում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի սենատի նախագահ Ժերար Լարեշի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր։ Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում տեղի են ունեցել Հայաստան-Հնդկաստան պաշտպանական հաղորդակցությունները։ Միջոցառման ավարտին ստորագրվել է գործակցության 2026 թվականի ծրագիրը։ Բերդ Տավուշ ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում տեղի ունեցած վթարից 11 տուժած հոսպիտալացվել է մարզային բժշկական կենտրոն։ Վթարը տեղի ունեցել առավոտյան, բախվել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան եւ Hyundai մակնիշի ավտոբուսը։ 65 կողմ ձայնով Արմեն Քթոյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ, նույնքան ձայներով էլ ընտրվեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Կամո Սարգսյանը։ Այսօր եւս ազգային ժողովի նիստը առանց քաղաքական սուր բանավեճի չի ընթացել։ Պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Հայկ Մամիջանյանը Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալ դատարանի որոշումը համարում է իր գործընկերոջ նկատմամբ քաղաքական հետապնդում, այնինչ Արեն Սիմոնյանն ամենևին էլ այդպես չի կարծում։ ԱԺ նախագահի ճապազրույցը։ Եվրասիական տնտեսական խորհրդի այսօրվա նիստին քննարկվել է Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի եւ Ղրղըզստանի վարորդների Ռուսաստանում գտնվելու տևողության սահմանափակման հարցը, հայտնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունից։ Քննարկման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրել է, որ հասկանում է խնդրի հրատապությունը եւ աշխատում է հարցի լուծման ուղղությամբ։ Ըստ հաղորդագրության նշվել է նաեւ, որ Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններում ներկայումս շրջանառվում է գործող օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտի նախագիծ։ Նիստին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենքների խստացման հետևանքով հայ բեռնատարների վարորդները, որ արդեն մի քանի անգամ բողոքի ակցիա են իրականացրել, տարվա ընթացքում ոչ թե 180, այլ 90 օր կարող են մնալ Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Այս ժամկետը խախտողները տուգանվում են, անգամ ձերբակալվում եւ արտաքսվում Ռուսաստանի Դաշնությունից 3-ից 5 տարվա մուտքի արգելքով։ Բողոքի ցույցի դուրս եկած վարորդները պնդել են, որ չեն կարող տեղավորվել 90 օրվա մեջ, որովհետեւ դրա մեծ մասը լարսում են անցկացնում։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ պատվիրակություն կմեկնի Բահրեյն մասնակցելու ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի կողմից կազմակերպվող տարածաշրջանային անվտանգությանը նվիրված 21-րդ համաժողովին, իսկ նոյեմբերի 2-ին նա կմեկնի Բրյուսել մասնակցելու խաղաղության խաչմերուկ նախագծին նվիրված համաժողովին։ Փարիզում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր, ընդգծելով, որ դինամիկ զարգացող հարաբերությունները ընդգրկում են առանցքային բոլոր ոլորտները։ Քննարկվել են առաջիկա անելիքները։ Հանդիպանը հանգամանալից անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում զարգացումներին։ Ֆրանսիայի սենատի նախագահի հետ հանդիպման ավարտին նախարար Միրզոյանը գրառում է կատարել սենատի պատվավոր հյուրերի մատյանում ոսկե գրքում։ Թող այս բացառիկ հարաբերությունները շարունակեն զարգանալ, իշահ մեր անսասան բարեկամության վրա հիմնված ռազմավարական գործընկերության, գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը։ Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում տեղի ունեցել Հայաստանի Հանրապետություն Հնդկաստան պաշտպանական խորհրդակցությունները նախորդ տարի ձևավորված երկկողմ պաշտպանական գործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ձևաչափով։ Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ։ Կողմերը միմյանց տեղեկացրել են երկու երկրների զինված ուժերում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին։ Միջոցառման ավարտին ստորագրվել է գործակցության 2026 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ բարձրաստիճան եւ փորձագիտական փոխայցելությունների, ռազմական կրթության, ռազմատեխնիկական, մարտական պատրաստության ու վարժանքների փորձի փոխանակման եւ մի շարք այլ ոլորտներում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում։
Բերդ-Տավուշ ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում տեղի ունեցած վթարից 11 տուժած հոսպիտալացվել է մարզային բժշկական կենտրոն։ Ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, այդ մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից, նշելով, որ 10 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Շարունակում են անցնել համապատասխան հետազոտություններ։ Մեկի առողջական վիճակը ծանր է, վթարը տեղի է ունեցել առավոտյան, բախվել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան եւ Hyundai մակնիշի ավտոբուսը։ Վերջինս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից եւ մոտ 400 մետր սայլ դեպի հարակից ձորակը։ Այլ թեմաներ 65 կողմ ձայնով Արմեն Քթոյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։ Նույնքան ձայներով էլ ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Կամո Սարգսյանը։ Մի շարք նախագծեր էլ քննարկեցին ու քվեարկեցին, սակայն այսօր էլ ազգային ժողովի նիստն առանց քաղաքական սուր բանավեճի չընթացավ։ Ազգային ժողովում Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը կրկին վերածվեց ընդդիմություն իշխանություն քաղաքական էմոցիոնալ բանավեճի։ Եթե Ղարաբաղի հարցը ռեալ լուծվել էր, ինչու էին շարունակում բանակցել։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսպես արձագանքեց Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դիտարկմանը, թե Ղարաբաղի հարցը լուծվել էր, բայց բանակցությունները պետք է շարունակվեին։ Եթե Ղարաբաղի հարցը ռեալ լուծվել էր, այլ բանակցությունները պետք շարունակել։ Ընդ որում բանակցությունների մեջ էլ պայմանավորվել էին, որ իրար հետ համատեղ Ադրբեջանի հետ համաձայնեցնելով կորոշեն ապագա հանրաքվեի հարցը։ Այսինքն Ադրբեջանը, որ դուք ասում եք կապ չունի Ղարաբաղի հետ, պիտի համաձայնվեր Ղարաբաղում հանրաքվե անենք, չանենք, երբ անենք, երբ չանենք, բա որ կապ չուներ, ո՞նց եք իր հետ համաձայնեցնում։ Պարոն Օհանյան, արխաս ձեզ չեմ ուզում ասեմ, էլի, բայց ենթադրենք անձամբ ձեզ չեմ ասում, էլի։ Ասենք խոսալ չեք կարում, չխոսալ էլ չեք կարում։ Ոնց, այսինքն ասում եմ, հարցը, Ղարաբաղի հարցը լուծվել է ռեալ, բայց բանակցությունները պետք է շարունակել։ Եկել եք ժողովրդին, մեր ժողովրդին, Հայաստանի ժողովրդին, ասել եք ժողովուրդ ջան, վсё։ Ղարաբաղի հարցը լուծվել է, հողերը մերն է, կովսականը հայրենիք է, ռեալ լուծված է։ Գնացել եք բանակցությունների, ասել եք, որ հողերը պետքա տակ, ասել եք, որ պետքա էլի լինի հանրաքվե, ասել եք, որ հա, իհարկե, Ղարաբաղը Ադրբեջան է, դե ֆակտո դա եք ասել ձեր ստորագրություններով։ Ու հենց սա է եղել, որ ախր ժողովրդին տասնամյակներով խաբել եք, պարոն Օհանյան, խաբել եք ժողովրդին։ Ու սրա մեջ է ամփոփ, ու դու գալիս եք խոսում եք ստից, գալիս եք խոսում եք մանիպուլյացիաներից։ Անդրադառնալով ընդդիմադիրների մեկ այլ քննադատությանը, թե ընդդիմությունը իշխանության հակապատկերն է, Կոնջորյանը հաստատեց։ Մենք ձեր հակապատկերն ենք, դուք մեր հակապատկերն եք։ Որովհետև մենք ուզում ենք հասնել խաղաղության, դուք ուզում եք հասնել պատերազմի։ Մենք խոսում ենք ապագայից, դուք խոսում եք անցյալից։ Մենք ասում ենք Հայաստանը պիտի սահման ունենա, դուք ասում եք Հայաստանը պիտի սահման չունենա։ Դուք ասում եք մահ կամ ազատություն, հետո ազատությունը պահում եք ձեզ, մահը տալիս ժողովրդին, մենք ասում ենք կյանք եւ ազատություն եւ երկուսն էլ ասում ենք ժողովրդի համար։ Այստեղ այո, մենք իրար հակապատկեր ենք։ Գործընկերոջ էմոցիոնալ ելույթը շարունակեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Նա անդիմադիրներին մեղադրեց որևէ բովանդակային խոսույթ չունենալու համար։ Տարածում ինչպես կարող է լուրջ լինի ազգային ժողովի քննարկումները ընդդիմության մասնավորապես մասին է խոսքը, երբ որ ընդդիմության ներկայացուցիչը կարող է գաստեղ ասել, պարոն Օհանյան, օրինակ, դուք ընդդիմության խմբակցության ղեկավարն եք, ձեր խմբակցության падգամավորներից մեկը գալիս է ասում, օրինակ, ոսկեպարի եկեղեցին տվել են Ադրբեջանին կամ հեսա տալու են Ադրբեջանին։ Եվ վերջ, դրան չի հաջորդում մի հատ ներողություն գոնե, որ ես սխալվել եմ։ Ոչ մի բան, եւ մնացած այլ ստերը, մյուսը գալիս է ասում, Ծիծեռնակաբերդի ուրեմն հուշահամալիրը քանդում են։ Պարզվում է նման բան չկա, բնականաբար չէր կարող նման բան լինել, ոչ մի ներողություն չի հաջորդում սրան, ընդհանրապես ոչ մի։ Ինչ վերաբերում է ընդդիմության մեղադրանքներին, քաղաքական հետապնդումների վերաբերյալ պարզաբանեց ժողովուրդն ու իրենք մեղք չունեն, որ ընդդիմադիրների բոլոր թեկնածուները հանցագործ են դուրս գալիս։ Դատական վճիռով ձեր թեկնածուները հանցագործ են։ Հանցագործ։ Դուք վարչապետի թեկնածու եք առաջադրել, ով պարզվավ հանցագործ է։ Հեղափոխության օրերին զենք էր ինչ-որ ցույց տալի մարդկանց, սպառնում էր երիտասարդներին, ծեծում էին, բրաբուսներով գալիս քշում էին երիտասարդների վրա, ու այո, պետք է այդ մարդիկ գնան փտեն բանտերում։ Դուք էլ շատ լավ հասկանում եք ինչա տեղի ունենում, էլի։ Ասում եմ, այն ժամանակ քաղաքականությունը օգտագործում էիք, որ գողանայիք եւ լափեիք,
Հիմա էլ քաղաքականությունը փորձում եք օգտագործել, որ ձեր լափածն ու գողացածը պահեք եւ դրա համար պատասխանատվություն չկրեք։ Գաք մտնեք քաղաքական հովարի տակ եւ ասեք, տեսեք, մեզ քաղաքական հետապնդման են ենթարկում։ Ինչ քաղաքական հետապնդված կարելի է քաղաքական հետապնդման ենթարկել Վարդանիկին օրինակ։ Ամենամեծ ցանկության դեպքում դա հնարավոր չի անել օրինակ էլի։ Կամ Դավիթ Համբարձումյանին Մասիսի քաղաքապետով 6 տարի 3 ամիս դատապարտվեց ձեր սիրելի վարչապետի թեկնածուն։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւս անդրադարձավ ընդդիմության իշխանությանն ուղղված քննադատություններին, նշեց, որ ցանկություն ունի մասնակցելու խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերի միջև եղած բանավեճին։ Այո, դուք Սերժ Սարգսյանին չօգնեցիք։ Դուք պետք է սատար կանգնեիք եւ Սերժ Սարգսյանին չպաշտպանեցիք, ոչ Ռոբերտ Քոչարյանի թիմը, ոչ Դաշնակցությունը, նույնիսկ հանրապետական կուսակցության որոշ տարեր Սերժ Սարգսյանին այդ օրերին ես որպես հակառակորդ եմ դա ասում, չպաշտպանեցիք, որովհետև Ռոբերտ Քոչարյանը ուզում էր պատժեր Սերժ Սարգսյանին, ցույց տալով, որ ինքը այդքան չկա, ինչքան որ ինքը եւ պետքա կախվածության մեջ լինի, որոշ հանրապետականներ մտածում էին, որ արանքը կարող են ճղել եւ այդ շարժման շնորհիվ իրենք դառնան նոր վարչապետ, իսկ մնացածը ուղղակի նոր հնարավորություններ էին տեսնում իրենց բանի համար։ Ես ուզում եմ վերջ դրեք այդ բանավեճին։ Այո, Ռոբերտ Քոչարյանը, հայ հեղափոխական դաշնակցությունը եւ հանրապետական կուսակցության որոշ տարեր, որոնց անունը Սերժ Սարգսյանը լավ գիտի, ամեն ինչ արեցին եւ աջակցեցին հեղափոխությանը, դա փաստ է։ Ալեն Սիմոնյանը խորհուրդ տվեց փակել բանավեճը, որովհետև ըստ ազգային ժողովի նախագահի Հայաստանի ժողովրդի համար երկու թևերն էլ նույնն են, նույն իշխանության ներկայացուցիչը, որոնք մարդ են սպանում։ Այդա Կիրակոսյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալ դատարանի որոշումը համարում է իր գործընկերոջ նկատմամբ քաղաքական հետապնդում։ Այս մասին պատգամավորը հայտարարել է ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։ Մինչև ազգային ժողովին այնինչ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ամենևին էլ այդպես չի կարծում, ավելին։ Նրա խոսքով ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու առաջադրված Համբարձումյանը իշխանության համար որևէ վտանգ չի ներկայացնում։ Ըստ նրա այստեղ խնդիրը լրիվ այլ է, որով էլ զբաղվում է դատարանում։ Դավիթ Համբարձումյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, երևում է, թե իշխանությունը որքան է վախենում իմպիչմենտից։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի ազատազրկմանը։ Երեք Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի հայտարարությամբ անդրադարձել է այդ հարցին, բնականաբար այն ինչ տեղի ունենում Դավիթ Համբարձումյանի հետ քաղաքական հետապնդում է, որը պայմանավորված է թե իր թիմ մակարդակում ակտիվությամբ եւ ազդեցիկությամբ եւ մի քանի անգամ ԿՊ-ին տարբեր հարթակներում հաղթելու փաստով եւ թե իհարկե նաեւ իր իմպիչմենտի թեկնածու լինելու, պատիվ ունեմ խմբակցության կողմից առաջադրված թեկնածու լինելու փաստով, սա եւս մեկ անգամ ցույց է տալիս այսպես կոչված այսօրվա կառավարիչների վախը իմպիչմենտի գործընթացից։ Ըստ Մամիջանյանի ՀՀԿ-ի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Դավիթ Համբարձումյանը Հայաստան վերադառնալուց հետո պատրաստվում է պայքարել քաղբանտարկյալների իրավունքների համար։ Վստահ եմ արդեն ծանոթացել եք Դավիթ Համբարձումյանի տարածած հայտարարությանը, որ այս ամենը ինչ գնահատականներ է ինքը տալիս եւ նշում, որ վերադարձից հետո բոլորս միասին պայքարելու ենք Հայաստանում բոլոր քաղբանտարկյալների, փաստացի այդ թվում նաեւ իր ազատության եւ ամենակարևորը իշխանապողության համար։ Խորհրդարանում այսօր լրագրողներն այս առնչությամբ հարցուղեցին ազգային ժողովի նախագահին, թե արդյոք իշխանությունը վտանգ տեսել է իդեմս Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի։ Ալեն Սիմոնյանը հիշեցրեց ավելի վաղ հնչեցրած իր հարցը. ինչու ՀՀԿ-ն որպես վարչապետի թեկնածու առաջադրեց Դավիթ Համբարձումյանին։ Սերժ Սարգսյանը ինքը տենց շախմատիստ է իրան պատկերացնում, բայց վատ է շախմատ խաղում, նարդի մակարդակով է շախմատ խաղում ու ամեն ինչ մի քայլ հետո պարզ է դառնում, արվել է դա նրա համար, որպեսզի դուք հարգելի լրագրող ինձ հիմա հարց տաք եւ Դավիթ Համբարձումյանը ներկայացվի որպես քաղբանտարկյալ։ Հիշեցնենք, Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ազատազրկման, սակայն նա այս պահին երկրում չէ, բայց տարածվել է նրա հայտարարությունը, որտեղ Համբարձումյանը հայտնում է պայքարը շարունակելու մասին։ Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, Դավիթ Համբարձումյանը չի ենթարկվում քաղաքական հետապնդման։
Ումա պետք Դավիթ Համբարձումյան քաղաքական առումով։ Խնդրում եմ, եկեք ծուռը նստենք, դուզը խոսանք։ Իմպիչմենտի ենթադրենք, իմպիչմենտի գործընթաց նույնիսկ չեն կարողանում իրանք քվեարկեն։ Իրանք չեն քվեարկում։ Իրանք իրանցով Քոչարյանի թիմը եւ Սերժի թիմը չի քվեարկում, չեն կարողանում։ Դավիթ փողոցում ժողովուրդ չկա, 6 ամիս հետո ընտրությունները։ Ումա պետք Դավիթ Համբարձումյանը։ Այսինքն ինքն էլ ոչ մի բան չէր արել, տենց կտրտված կադրեր հրապարակվեցին, որտեղ ինքը Կորյունի փողոցի վրա մարդած է։ Ալեն Սիմոնյանը հավելեց, իմպիչմենտի գործընթացն ի սկզբանե ձախողված է։ Ազգային ժողովի նախագահի համար նաև տարակուսելի է, թե ինչպես է Դավիթ Համբարձումյանը կարողացել հատել Հայաստանի Հանրապետության սահմանը, երբ անցնում է քրեական գործով։ Եթե ինքն իրոք երկրի համար պայքարող անձնավորություն է, կգա, ինչու պետք է փախչի, ասաց Սիմոնյանն ու հավելեց. Բոլոր այն անձինք, ովքեր որ կասկածվում են գողության, սպանության, մնացած քրեորեն պատժելի հանցագործությունների մեջ, դիմում գրեք հանրապետական կուսակցություն եւ դրանից հետո ներկայացրեք դա կամ դաշնակցություն եւ դրանից հետո ներկայացրեք ազատ ներկայացրեք դա որպես քաղաքական հետապնդում։ Էս ի՞նչ տրամաբանություն է։ Լրագրողները Սիմոնյանից նաև հետաքրքրվեցին Հովանավանքի պատարագին մասնակցելու է, նա նշեց ոչ։ Կարգալույցը չի կարող ինչ-որ մեկին կարգալույց անել եւ ել չեմ ասում հարգելիներս, ով որտեղ իր հավատքը ոնց է արտահայտվում, դա ոչ մեկին չի վերաբերվում։ Դա ոչ մեկին չի վերաբերվում։ Հավատքը, քրիստոնեությունը որևիցե մեկի մենաշնորհը չէ, ինչպես եկեղեցին որևիցե մի քաղաքացու եւ իր եղբոր եւ իր շրջապատող մարդկանց մենաշնորհը չի։ Հիշեցնենք, որ կարգալույց արված Տեր Արամը Կիրակի հրավիրվել էր հավատացյալ ժողովրդին Սուրբ Հովանավանք մասնակցելու Սուրբ եւ անմահ պատարագին, որն ինքն անձամբ պետք է մատուցի։ Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարել էր, որ մասնակցելու է այդ պատարագին։ Մարդ է, որը որ եկեղեցական է, մեկը ասում է կարգալույց, մյուսը ասում է ես չեմ ընդունում, որ ինձ կարգալույցը կարգալույց անել, ասում է ես ուզում եմ աղոթել, ես էլ ասում եմ ես ուզում եմ այդ աղոթքին ներկա գտնվեմ։ Հիմա ուզում հասկանամ ես ամեն ինչի մեջ այդ ձեր ասած խմբակի եւ ինչ որ կանոնների պայքարը որ է, ես որտեղ կուզեմ, ում հետ կուզեմ կաղոթեմ։ Իմ եւ Աստծո միջև խոսակցության մեջ պարտադիր չի ինչ որ մեկը լինի, վեղար հագնի, բիզնեսներ ունենա, տարբեր տեղեր կապեր ունենա եւ իրան բիզնեսմենի մեջ պես պայել, չեմ ասում մնացած անձնական բաները։ Ազգային ժողովի նախագահը վատ է վերաբերվում նաև 3 Հովանավանքում տեղի ունեցած միջադեպին։ Սիմոնյանն անընդունելի է համարել լրագրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը։ Նրա խոսքով այն, ինչ կատարվում է եկեղեցում, ի ցույց է դնում առկա բոլոր խնդիրները։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը, պայթուն է որոտացել Ուկրաինայի հյուսիսում գտնվող երկաթուղային կայարաններից մեկում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, 12-ը վիրավորվել։ Պարզվում է 23-ամյա մի երիտասարդ փաստաթղթերի ստուգման ժամանակ նռնակ է գործի դրել, երբ պետական սահմանապահ ծառայության աշխատակիցները ստուգել են դիզելային գնացքի ուղևորների փաստաթղթերը, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Վրաստանի դատախազությունն էլ մեղադրանք է առաջադրել նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին առանձնապես խոշոր չափի անօրինական եկամուտների օրինականացման համար։ Դատախազությունը դատարանից պահանջել է որպես խափանամիջոց սահմանել 1 միլիոն լարի գրավ եւ պարտավորեցնել նրան հանձնել անձնագիրը։ Վրաստանի գլխավոր դատախազի խոսքով Ղարիբաշվիլին, որը 2019-ից 2024 թվականներին զբաղեցրել է Վրաստանի պաշտպանության նախարարի եւ վարչապետի պաշտոնները, գաղտնի զբաղվել է տարբեր տեսակի բիզնես գործունեությամբ եւ ստացել է առանձնապես խոշոր չափերի անօրինական եկամուտներ։ Ստացված 6.5 միլիոն ԱՄՆ դոլարը հայտնաբերվել եւ առգրավել է Ղարիբաշվիլու տան խոզարկության ժամանակ։ Նա լիովին ընդունել է իր մեղքը։ Ռուսական ռազմական ինքնաթիռները խախտել են Լիտվայի օդային սահմանը, հայտարարել է Լիտվայի նախագահը։ Երկրի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ռուսական Սու-30 կործանիչը եւ Իլ-78 լիցքավորող ինքնաթիռը Լիտվայի տարածքում թռել են 700 մետր եւ վերադարձել Ռուսաստան, երբ օդ են բարձրացել ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության առաքելության 2 կործանիչ։ Նախագահը հայտարարել է, որ Լիտվայի ԱԳՆ-ն Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչներին կկանչի բողոքի նոտա հղելու համար։ Միջազգային լուրերը դիտեք տեսաշարով։
Թողարկման ավարտին ծանոթացեք նաև եղանակային կանխատեսումներին։ Հաջողություն։ Ցտեսություն։